Հայկական Քեմբրիջի ոդիսականը, երբ Եվրոպայում արդեն ծաղկում էին Օքսֆորդն ու Քեմբրիջը, գործում էին իրենց ժամանակի կրթական զարգացած կենտրոնները, Հայաստանի գողտրիկ լեռների մեջ ծնվեց հայկական իրականության մեջ կարևոր մի օջախ՝ Գլաձորի համալսարանը։ Գլաձորի համալսարանը հիմնվել է Մշո Առաքելոց վանքից Սյունիք եկած հոգևորականների ջանքերով։ Ներսես Մշեցին իր ուսուցիչ Վարդան Արևելցումահից հետո գլխավորում էր Առաքելոց վանքի դպրոցը։ Այստեղ հասկանալով, որ շրջակա մահմեդական ցեղերի անընդհատ հարձակումներն անհնար են դարձնում դպրոցի կանոնավոր գործունեությունը, Ներսես Մշեցին տեղի մի քանի ուսուցիչների ու աշակերտների հետ 1281 թվականին հեռանում է Առաքելոց վանքից եւ հաստատվում է Քաջբերունի գավառում։ Սակայն այստեղ եւս հանդիպելով մի շարք խոչընդոտների 1282 թվականին գալիս է Վայոց ձոր եւ կեցության վայրի խնդրանքով դիմում Խաղբակյան իշխան Պրոշին։ Իշխան Պրոշը Ներսես Մշեցուն հատկացնում է գավառի փոքր վանքերից մեկը, որը հիշատակարաններում անվանվում է Աղբերեց վանք եւ որի գլխավոր եկեղեցին կոչվել է Սուրբ Ստեփանոս Նախավկա։ Վանքը կամ Մենաստանը հետագայում ավելի հայտնի է դառնում Գլաձոր անունով։ 1284 թվականին Ներսես Մշեցին Աղբերեց վանքում մահանում է։ Նրան փոխարինում է իր երիտասարդ աշակերտներից Եսայի Նչեցին, որն էլ համալսարանի իրավաբանությունը վարում է մինչև կյանքի վերջը 1338 թվականը։ Նրա օրոք Գլաձորի համալսարանը ակտիվ գիտակրթական կյանք է վարում եւ ընդունում ու ճանապարհում է հարյուրավոր սաների։ Հրաբունապետը կարողանում է լավ հարաբերություններ հաստատել նաեւ Օրբելյանների հետ։ Գլաձոր ուսանելու էին գալիս ոչ միայն մեծ հարքի տարբեր շրջաններից, այլև Կիլիկյան Հայաստանից։ Եսայի Նչեցուց հետո նոր հրաբունապետ Տիրատուր Կիլիկեցին համալսարանը տեղափոխում է Օրբելյան իշխանների հովանավորությամբ գործող Հերմոնի վանքը, որն այստեղ գործում է մինչև 1356 թվականը։ Ժամանակակիցների կողմից երկրորդ աթենք պատվանունը ստացած Գլաձորի համալսարանի ուսումնական ծրագրում կար եւ քահանայական եւ վարդապետական ծրագիր։ Վարդապետական ծրագիրն ընդգրկում էր հոգեվոր եւ աշխարհիկ կրթությունը։ Ուսանողները պարտավոր էին ուսումնառության 7-ից 8 տարիների ընթացքում աստվածաբանություն սովորելուց բացի տիրապետել թվով 7 աշխարհիկ գիտությունների եւս։ Առաջին 3-ը քերականությունը, ճարտասանությունը եւ տրամաբանությունն էին, մյուս 4-ը թվաբանությունը, երաժշտությունը, երկրաչափությունն ու աստղաբաշխությունը։ Ուսումնառության ավարտից հետո համալսարանի սաները պետք է հանդես գային ավարտաճառերով, որն հաջողությամբ պաշտպանելուց հետո հանդիսավոր արարողությամբ նրանց շնորհվում էր վարդապետական աստիճան։ Հայտնի է, որ Գլաձորի համալսարանի շուրջ 360 շրջանավարտ բախտ է ունեցել անձամբ Եսայի Նչեցուց ստանալ վարդապետական աստիճանը։ Այս հռչակավոր կրթօջախում էին դասավանդում ժամանակի անվանի ուսուցիչներ Եսայի Նչեցին, Դավիթ Սասնեցին, Թորոս Տարոնացին, ականավոր գրիչ, նկարիչ եւ ճարտարապետ Մոմիկը։ Միջնադարյան հայկական մշակույթում անգերազանցելի է Գլաձորի համալսարանի մանրանկարչական դպրոցը, որը դարձել է այս ասպարեզում ինքնուրույն հոսանք։ Գլաձորը հիմք դրեց եւ նպաստեց Հայաստանում նոր կրթօջախների ձևավորմանը եւ զարգացմանը։ Գլաձորի շրջանավարտներից շատերը իրենց մեծ ավանդն են ունեցել Հայաստանի զարգացման տարբեր ոլորտներում։ Այստեղ են կրթություն ստացել պատմիչ Ստեփան Օրբելյանը, Հովնան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Խաչատուր Կեչարացին, բանաստեղծ, գրական գործիչ Հովհաննես Երզնկացին, տաղանդավոր վարդապետներ Հովհաննես Արջիշեցին, Մխիթար Սասնեցին եւ այլոք։ Գլաձորի մայրամուտից հետո Եսայի Նչեցու աշակերտ Հովնան Որոտնեցին փոխադրվելով Տաթևի վանք, այնտեղ Գլաձորի համալսարանի ավանդույթներով ու փորձով հիմնում է իր գործունեությամբ ոչ պակաս հայտնի Տաթևի համալսարանը։ Ցավոք մինչ այժմ դեռևս անհայտ է մնում Գլաձորի համալսարանի տեղակայման ստույգ վայրը, սակայն ուրախությամբ նշենք, որ անվանի շատ հետազոտողներ, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս ուսումնասիրություններ են կատարում Գլաձորի տեղակայման հստակ վայրը հայտնաբերելու ուղղությամբ։ Այսպիսով հայկական Օքսֆորդն իր գործունեությամբ մեծ հեղաշրջում մտցրեց հայկական կրթական կյանքում, հնարավորություն տալով շատ հայ երիտասարդների իրենց կրթությունը ժամանակի արտասահմանյան կրթական կենտրոններում ստանալու փոխարեն ստանալ հայրենիքում։ Մեկնաբանություններում գրեք, թե որ համալսարանում եք սովորում կամ սովորել եւ հետևեք Ռենեսանսին նոր բացահայտումների համար։